Տաղավարում ինձ է միացել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ այսպես պարոն Քոչարյան, իշխանությունը պատմական է որակում, որ Ադրբեջանի տարածքով, իհարկե ուղիղ Ադրբեջանից չէ, Վրաստանով նաեւ Հայաստան է մտել ռուսական եւ ղազախական ցորենը եւ այս օրերին մեծ խոսք չեմ ասի, եթե ասեմ, որ ցնծության մեջ են, սա ներկայացնում են որպես պատմական իրադարձային մեծ իրադարձություն, բայց այս օրերին նաև քաղաքագետներից մեկը ինձ հետ զրույցում մի այսպիսի դիտարկում արեց, որ ինձ մոտ տպավորվեց, ասաց թե երբեք այնպես չի եղել, որ այս անկախության տարիներին Հայաստանը ցորենի պակաս է ունեցել կամ որևէ ճգնաժամ է առաջացել, հետևաբար այս ցնծությունը նրա համար անհասկանալի էր։ Այդուհանդերձ իշխանությունը փորձում է այդ տպավորությունը ստեղծել, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել։ Իշխանական այս քարոզչությունը աշխատում է, ինչ տպավորություն եք ստացել։ Չեմ բացառում, որ ինչ-որ հատվածի վրա կաշխատի, ինչ վերաբերում է ցնծությանը, իշխանությունը ամեն ինչից ցնծություն է ապրում, պարտությունից ցնծություն է ապրում, ասում է վերջապես անկախացանք, չգիտեմ, ամեն ինչից ինչքան լուզեր վիճակ կա, ինքը դրանից ցնծություն է ապրում, բայց այստեղ հիմա էականը անգամ այն չէ, որ նախ ինչ է եկել այդ տարածքով, դրա մասին են շատ խոսում մեդիայում։ Նորից ռուսական ցորենի։ Նախ ռուսական ցորենն է եկել, նո այնտեղ չէ, ղազախականը եղել է 4-րդ սորտի, Ռուսաստանից եկածը եղել է առաջին սորտի։ Բայց այստեղ դա էլ չի էականը։ Էականը նա է, որ տեսեք, Հայաստանին, ես հիմա պլյուս-մինուսով եմ ասում, տարեկան անհրաժեշտ է 400,000 տոննա ցորեն, եթե չեմ շփոթվում, դա նշանակում է, որ օրեկան 1000 տոննայից ավել է, օրեկան 1000 տոննայից, Ղազախստանից եկածնել, Ռուսաստանից եկածնել 1000 տոննա են եղել ընդամենը, այսինքն եթե դու նայում ես, դա ընդամենը ինչ-որ մի չնչին կաթիլ է, անգամ մեկ օրվա անհրաժեշտ քանակը չէ։ Իհարկե ես համաձայն եմ, որ 90-ականների սկզբից հետո, երբ այդ արդեն ինձ թվում է պետքա դուք եթե հարցնեք Բագրատյանից, ինքը շատ լավ կպատմի, թե ոնց էին անցնում Աբխազիայի այն կողմ այդ հացը բերելու եւ այլն, դրանից հետո Հայաստանում ես չեմ հիշում, որ երբևէ հացի խնդիր եղած լինի։ Այնպես որ ինչից են ցնծությունը ապրում, իհարկե նրանից, ինչից որ ամեն անգամ ապրում են ցնծություն։ Չի աշխատում, այսինքն այս հնարքը իշխանության։ Մի մասի վրա, բայց ես կարծում եմ դա այն մասն է, որը ցանկացած բան հավատում է, որ ասի մածունը սև է, մեկը հավատալու է, որ մածունը սև է։ Այդտեղ այդ հատվածն է ավելի շատ հավատում։ Պարոն Քոչարյան, նախորդ շաբաթ մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Facebook-ում գրեց, որ հարցազրույց է տվել ամերիկացի հանրահայտ լրագրող Թաքեր Կարլսոնին եւ իշխանությունը շատ սրերով ընդունեց, իրարանցում առաջացավ, նույնիսկ տեղեկություն էր տարածվել, թե իբրև հազարավոր դոլարներ են տարածել օգտագործվել այդ հարցազրույցը կազմակերպելու համար, ինչը իհարկե շարժման մամուլի խոսնակը հերքեց։ Այնուամենայնիվ, այդ հարցազրույցը հրապարակվեց եւ կրկին իշխանականները ամենօրյա ռեժիմով մեկնաբանում էին, արձագանքում էին այդ հարցազրույցին։ Փորձենք հասկանալ, ինչը կառանձնացնեք այդ հարցազրույցից Նարեկ Կարապետյանի եւ այդ հանրահայտ լրագրողի, թե այստեղ կարող ենք նույնիսկ որևէ բան չառանձնացնել եւ միայն այն փաստը, որ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տալիս մի լրագրողի, որը օրինակ հարցազրույցներ է վերցնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահից, Ռուսաստանի նախագահից, Սաուդյան Արաբիայի շեխ, Իրանի նախագահից, ինքնին արդեն ինչ որ առանձին երևույթ է սա։ Նախ սկսենք դրանից, որ այո, երևույթ է, ինքնին երևույթ է եւ առանձնացնել Ես կառանձնացնեմ ոչ թե այն, թե ինչ է պատասխանել Նարեկ Կարապետյանը, որովհետև առանձին երևույթ էր նաև, թե ինչպիսի հարցեր էր տալիս Թաքեր Կարլսոնը, որովհետև այդտեղ արդեն բոլորս հասկանում ենք, որ կան մեդիա դեմքեր, որոնք այդ թվում նաև քաղաքականություն ստեղծողներ են։
Թաքր Կարլսոնը այդպիսիներից է։ Եվ իրենց հարցերից էլ պետք է հասկանալ, թե ինչ մեսիջներ է ուզում ուղղել տվյալ դեպքում այդ քաղաքականաստեղծ լրագրողը հարցերով, որովհետև ինչքան էլ ասեն, ենթադրենք չեն հերքել, որ փող են տվել, ենթադրենք հա փող են տվել, ենթադրում ենք։ Հիմա ես ուզում եմ առաջարկել, որ ցանկացած, հա, որովհետև նման լրագրողների մոտ փողը ամենևին առաջնային չէ, պետք է լինի քաղաքական որոշում, հա, որովհետև ես հիմա ուզում եմ առաջարկեմ ցանկացած գործչի փորձի փողով օրինական վճարելով գնա հանրայինում հարցազրույց տակ թողնել, ոչ քաղաքական որոշում կա, որ ինչ որ մարդիկ չպետք է մտնեն այնտեղ։ Հասկանալի է, կամ հələ հանրայինը մի կողմ դնենք, իբր ասում են, որ դա բան է, հանրային է եւ այլն, բայց մասնավոր, հա, մեդիա ալիքներում դա ընդհանրապես բացառված է։ Ընդհանրապես, որովհետեւ նույն Միացյալ Նահանգների մեդիա դաշտը երբ ուսումնասիրում ես ու տեսնում ես, որ օրինակ CNN-ը դա 100%-ով դեմոկրատներին է, Fox-ը հանրապետականներին է, երբեք ինչքան ուզում եք տարեք CNN-ին փող տվեք, ոչ մի անգամ հանրապետականի չեն գովի չեն կանչի կամ մաքսիմում կարող է կանչեն նրա համար, որպեսզի հա վերջին թուքումուրը ու ցեխը շպրտեն, նույնը Fox-ում դեմոկրատների հետ կապված։ Այսինքն կան բաներ, որոնք ավելի շատ երևույթն է, հա, ցայտուն, քան այն ինչ են խոսել կամ ինչ է պատասխանել Նարեկ Կարապետյանը։ Ես կարծում եմ հաշվի առնելով այն, որ այո դեռ հարցազրույցը դուրս չեկած իշխանական այդ տարբեր արձագանքներից երևում էր, որ դա ցավեցրել է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր մամուլում նաև գրվեց, որ չի բացառվում, որ հա Հայաստան բոլորս գիտենք, որ Հայաստանը պատրաստվում էին ընդունել Դոնալդ Թրամփի որդուն, որը չեղարկել է իր այցը, եւ ըստ մամուլում գրված լուրերի, ես դա չեմ պնդում, որ դա հենց այդպես է, բայց այնուամենայնիվ գրվել է, որը չեմ էլ բացառում, որովհետեւ այնուամենայնիվ Թաքեր Կարլսոնը դա Թրամփի ընտանիքի եւ Թրամփի թիմի մտերիմ, հա, եւ ոչ թե մտերիմ, այլ փաստացի անդամն է, հա, հաշվի առնելով այն հարցերը, որը բարձրացրել էին կապված քրիստոնեության հետ, կապված հայրաքելական եկեղեցու հետ եւ հենց դրա հետևանքով է Դոնալդ Թրամփի որդին չեղարկել իր այցը Հայաստան, այդ դեպքում լրիվ, ասում եմ, փազլը հավաքվում է եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Թե ինչու են այդպիսի արձագանքներ հնչում իշխանական թևից։ Հեցի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատարը Դավիթ Ղազինյանը, ինչպես նաև Հեցի վերահսկողական կոմիտեն այս օրերին անդադ խոսում են, որ որոշում կա, քաղաքական որոշում կա, նոյեմբերի 13-ին Հեցին բաշխման իրավունքից լիցենզիայից զրկել։ Քաղաքական է, ակնհայտ է, որ քաղաքական է այս գործընթացը։ Իսկ որևէ մեկը կասկածում է, որ քաղաքական է այդ գործընթացը։ Ես մի վարքյան երբեք չեմ կասկածել, կարծում եմ անգամ այն մարդիկ, որոնք ընդհանրապես ոչնչով չեն հետաքրքրվում, հիմա որ հարցնեք, կասեն, որ քաղաքական է։ Անգամ այդ բառը չօգտագործելով, իրենց բառերով եթե բացատրեն, միևնույն է կոնտեքստից կհասկացվի, որ process-ը քաղաքական է։ Ուղղված Սամվել Կարապետյանի դեմ։ Իհարկե։ Պարոն Քոչարյան, նոյեմբերի 9-ին ընթառաջ, հենց նաև նոյեմբերի 9-ի օրը Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները հարցազրույցներ տվեցին եւ անդրադարձան պատերազմի սկսելու, բանակցային գործընթացը Նիկոլ Փաշինյանի կողմից տապալելու ու նաև պարտության պատճառներին։ Դուք ինչ կառանձնացնեք այդ հարցազրույցներից։ Գիտեք, ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերն էլ լիդերներն էլ, անհատներն էլ սկսել են ներկայացնել, ես փորձեմ հա ասենց գլոբալ ավելի անդրադառնամ, այն կոնցեպտը, որը այլընտրանք է Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված խաղաղության կոնցեպտին, հա,
Այնինչ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, դա փաստացի իր տեսլականներ խաղաղության, իր տեսակետից։ Սերժ Սարգսյանը իհարկե շատ ավելի երկար է խոսացել եւ այնտեղ էլ այնուամենայնիվ կար տեսլական, Նարեկ Կարապետյանի խոսքի մեջ կար տեսլական։ Ես կարծում եմ մենք բոլորից կլսենք, որովհետեւ կարծում եմ բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ միակ խաղաքարտը Նիկոլ Փաշինյանի մնացել է այսպես կոչված խաղաղությունը եւ հենց այդ խաղաքարտի դեմ պետք է պայքարել, ներկայացնելով իրական խաղաղության կոնցեպտ, ոչ թե իրական Հայաստանի խաղաղության կոնցեպտ։ Հիմա եթե մի փոքր կենտրոնանանք Ռոբերտ Քոչարյանի առաջարկին, որը իդեպ երկրորդ առաջարկն էր, փաստացի 1 ամիս առաջ էր։ Ասա ավելի շատ sense, լրացում էր, ավելի խորը գնաց, որովհետև եթե առաջին անգամ առաջարկը փաստացի Միացյալ Նահանգներին էր, սա արդեն գումարվեց նաև Չինաստանին առաջարկ։ Ռուսաստան, Չինաստան հասկանալի է, այդ թվում Միացյալ Նահանգներ, բայց հստակ է, որ Իրանը կա ու կա միշտ, որովհետև պարզապես դա կպած է եւ հենց նաև իր շահերից է բխում այդ ճանապարհը կամ ունենալ կամ չունենալ կամ ունենալ այնպես, որ դա չխանգարի իր անվտանգությանը, չխաթարի իր անվտանգությունը։ Փաստացի սա առաջարկ էր Նիկոլ Փաշինյանի խաղաղության, եթե կարող եմ ասել, առասպելին։ Դու ասեցի, սա այլընտրանքային խաղաղության առաջարկ էր։ Սա փաստացի բոլորն էլ արդեն հիմա պետք է սկսեն, որովհետև մնացած ուրիշ ոչ միտեղ տեսնում ենք ինչ է կատարվում, օրինակ հայ առաքելական եկեղեցու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գործողություններին, տեսնում ենք ինչպիսի տնտեսական ինչ աճ է գրանցում, որ 5 միլիարդից 15 միլիարդ է հասել պետական պարտքը։ Ճակերտավոր։ Հա, ուզում եմ ասեմ, այս ամեն ինչում, քանի որ գրեթե ամեն տեղ ամենօրյա ռեժիմով ինքը կորցրել է ամեն ինչ, սա մնացել է միակ իր խաղաթուղթը։